Առողջապահության ոլորտի բյուջեն հաջորդ տարի 44.3 միլիարդ դրամով կգերազանցի 2025 թվականինը պայմանավորված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Ռեֆորմների իմաստով ամենամեծ ներդրումն է, ընդգծեց ֆինանսների նախարարը, առողջապահության նախարարը բյուջեն որակեց պատմական։ Մեր կառավարությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական հիմնական խոստումներից մեկը, որը տեղ է գտել կառավարության ծրագրի մեջ, ըստ էության իրացման ֆինանսական հատվածի առաջին հաստատումը իրականացրել է։ Փոխարենը նվազեցվում են այնպիսի ծառայությունների հատկացումներ, ինչպիսին օրինակ ուռուցքաբանականն է։ Բոլոր այն տեղերում, որտեղ կան նվազեցումներ, այդ հատվածների պոտենցիալ շահառուների թիվը հաշվարկվել է ապահովագրության ծրագրով, բացատրեց Ավանեսյանը։ Իսկ որքան է կազմելու մեկ անձի համար ապահովագրական գումարը։ Ապահովագրական գումարը կլինի 129.000 դրամ եւ այո, դա պետքա վճարվի այդ հիմնադրամին, որը նույնպես պատրաստվում ենք ստեղծել, այն շահառուների խմբերը, որոնց համար պետք է վճարի պետական բյուջեն կվճարի այդ հիմնադրամին, այն քաղաքացիները, ովքեր իրենք են վճարում, իրենք կվճարեն հիմնադրամին։ Բոլոր խմբերը, ովքեր որ ըստ այս բյուջեի արդեն ներառվելու են 26 թվականից, դա մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 պլյուս տարիքի անձինք են, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող եւ ֆունկցիոնալության գնահատման համապատասխան աստիճան ունեցող անձինք, սոցանապահով ուրեմն ընտանիքները եւ էլի վերափոխված գնահատման համակարգով այս ուրեմն համապատասխան բալ ունեցող անձինք, սրանք առաջին փուլով ապահովագրվողներն են, ում համար պետությունն է վճարելու ապահովագրավճարը։ Բացի նրանցից միանալու են 200.000 դրամից ավել եկամուտ աշխատավարձին հավասարեցված եկամուտ ունեցող անձինք եւ ընդհանուր շահառուների թիվը նախատեսվում է մինչեւ 1.700.000 հոգի։ Մեկնարկային փուլում պետպատվերի շահառուները կշարունակեն նույն ծավալով օգտվել անվճար բուժօգնությունից։ Պետպատվերի փաթեթը կշարունակվի 3 տարվա ընթացքում, մինչև շահառուները կտեղափոխվեն ապահովագրական համակարգ։ Իսկ ինչով են տարբերվում պետպատվերի եւ ապահովագրական ծառայությունները, հետաքրքրվեց Արմենուի Գյուրեղյանը։ Ապահովագրական փաթեթը օրենքի մեջ արդեն իսկ նախանշված է, որ ուղղություններն են փակելու։ Վերաբերում է առաջնային օղակին, շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցային բուժօգնությանը։ Այս 3 ուղղություններով առանձնացրել ենք մեր բնակչության համար հիվանդացության եւ մահացության հիմնական բեռ հանդիսացող ծառայությունները, որոնք այսօր կարիքը մեծ է եւ մարդիկ հենց ֆինանսական բեռը կրում են այդ ծառայություններից օգտվելու համար։ Պատգամավորներին հետաքրքրում էր նաև բուժ հաստատությունների նորոգման ընթացքը։ Նախարարը նշեց, կառավարության ծրագրով նախատեսել են առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների վերակառուցում եւ արդիականացում։ Արդեն իսկ ունենք 14 ավարտված շինարարություններ, 14։ Ունենք 16 ընթացիկ կապիտալ շինարարություններ, ունենք նոր սկսվող այս տարի մեկնարկող 33 շինարարություններ եւ հաջորդիվ, ուրեմն հաջորդ տարվա մեջ էլ այդ որ նշել ենք, տեսնում եք, որ տեմպը ավելի ու ավելի մեծանում է։ Հաջորդ կառավարության ծրագրի մեջ մենք նաեւ նախընտրական մեր ուրեմն որպես խոստում պիտի շարունակենք հաջորդը եւս 50 եւ էլի շինարարությունները պիտի չդադարեն, որ մենք ունենանք ամբողջովին վերափոխված առողջապահական համակարգ։ Ավանեսյանին պատգամավորները տասնյակ հարցեր ուղղեցին։ Նախարարը վստահեցրեց, որ աշխատանքներ տանում են մարզային առողջապահական կազմակերպությունների համալրման եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ։ Իսկ մի շարք հարցեր իրենց պատասխանը կստանան արդեն համընդհանուր ապահովագրական համակարգի վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, որը ակնկալվում է ընդունել մինչև տարեվերջ։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։